Անկուշտ տերտերը։ Մի աղքատ մարդ առավոտը շուտ իր քլունգն առնում գնում է անտառ քոթուկ հանելու։ Մի քոթուկ է դուրս հանում, մտիկ տալիս տեսնում տակին մի կարաս ոսկի։ Մնում է շվարած, մտածում է, «Էս ոնց անեմ, որ էս ոսկին տանեմ մեր տուն»։ Գնում է ճամփի միջին կանգնում, տեսնում է հրես մի տերտեր է գալիս, 7 ջորի առաջն արած։ «Վայ, էս լավ եղավ», ասում է, «տերտեր մարդ է, ոսկին անվնաս կտանի մեր տուն, մարդու էլ բան չի ասի»։ Երբ որ տերտերը հասնում է իրեն, ասում է. «Տեր հայր, լավ եղավ, որ դու պատահեցիր ինձ»։ «Ինչի համար», հարցնում է տերտերը։ Էդ աղքատ մարդն ասում է. «Տերտեր ջան, իմ պապը մեռնելու ժամանակ մեր տան ոսկին տարել էր անտառի մեջ հորել, այսօր գնացել հանել եմ, էս օխտնոր է ճամփի վրա կանգնած եմ, շատ մարդիկ եկան գնացին, համա ոչ մեկին հավատ չարի, քեզ հավատում եմ, նրա համար, որ դու տերտեր ես, օրհնած մարդ ես, կպահես իմ գաղտնիքը»։ Տերտերն ասում է. «Օրհնած, էդ էնց բան կա, շուտ տասա ինձ էլի»։ Պայման են կապում, որ տերտերը այդ մարդու ոսկին ջորիներով տանի, 7 ոսկի էլ վարձ առնի։ Գնում են անտառ, ոսկին բարձում են, լինում է 7 ջորու բեռ։ Քշում են գալիս, ճամփի մեջտեղը տերտերի միտքը պղտորվում է, ասում է. «Օրհնած, իմ բաժինը քիչ է»։ Աղքատն ասում է. «Մի բեռն էլ թող քեզ լինի, քշի գնանք»։ Մի քիչ տեղ գնում են, նորից տերտերն ասում է. «Օրհնած, իմ բաժինը քիչ է»։ Աղքատն ասում է. «Տերտեր, թող 2 բեռը քեզ լինի, քշի գնանք»։ Մի քիչ տեղ էլ գնում են, տերտերի սիրտը էլի է պղտորվում, ասում է. «Օրհնած, իմ բաժինը քիչ է»։ Աղքատն ասում է. «Տերտեր, թող 5 բեռը քեզ լինի, 2-ն ինձ, քշի գնանք»։ Մի քիչ էլ որ գնում են, տերտերն էլի չի համբերում, ասում է. «Օրհնած, իմ բաժինը քիչ է»։ Աղքատն ասում է. «Տերտեր, օխտը բեռն էլ քեզ, Աստծու կրակն էլ քեզ, քշի գնանք»։ Քշում գնում են, հասնում են մի աղբյուրի, աղքատը ծարավում է։ Ոսկու միջից մի թաս է գտած լինում, հանում է ծոցից այդ թասն ու աղբյուրից դրանով ջուր խմում։ Տերտերն ասում է. «Օրհնած, մեկ թաս էլ տուր ես խմեմ»։ Ջուրը խմում է, թասը դնում իր ծոցն ու ասում. «Օրհնած, ես տերտեր մարդ եմ, էս թասը ինձ կպատկանի»։ Աղքատն էստեղ հեշտոտում է, ձեռը գցում է, մի բուռ հող վերցնում, շփում տերտերի աչքերի մեջ։ Տերտերի 2 աչքն էլ քոռանում է։ Էս աղքատ մարդը թասը վերցնում, ջորիներն էլ առաջն է անում, քշում գնում ու մինչև հիմի էլ այդ հարստությունը ուտում, վայելում է։